Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վերջի օրերին շատ է քննարկվում Ռուսաստանի հետ հարաբերություններում հայ գործարարների ունեցած խնդիրների մասին։ Այս առումով դուք որևէ խնդիրներ ունեք եւ ինչ կարող եք ասել։ Ես կարծում եմ նման խնդիրներ չկա, միշտ խնդիրներ 30 տարվա մեջ եղել են, դրանք քաղաքական գործիքներ են, որ օգտագործում են տարբեր երկրների կողմից, առավել եւս խոշոր երկրի։ Իհարկե Հայաստանն էլ ինչ-որ գործիքներ ունի, որոնք որ այդ ընթացքում քննարկման ժամանակ կիրառում են, բայց ես ուզում եմ մի այլ բան ասել, որ վերջին հաշվով սա մի գործընթաց է քաղաքական, դիվանագիտական, որը որ ինչ-որ մի ընթացք է ստացել։ Եվ ընթացքում ես կարծում համաշխարհային հարթակներում տիրող իրավիճակը կբերի նրան, որ ավելի այդ իրավիճակից ելնելով ավելի ճիշտ որոշումներ կկայացվի, որտեղ վերջին հաշվով իրավիճակն էլ թելադրող ինչ-որ հատվածներ ունի, որով որ պետք է մենք ուշադիր լինենք։ Պարոն Սուքիասյան, շատ են ասում, որ այս իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերությունները դաշնակիցների հետ առասարակ բնավ ինչպես ասում են, ձեր դիմախոսները, փորձագետները ասում են, որ այս ձեր օրոք, ձեր իշխանության օրոք Ռուսաստանի Իրանի հետ հարաբերությունները շատ խելացի հարց եք տալիս։ Նայեք, ընդհանրապես այդ հարաբերությունների սրման պատճառը միշտ լինում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պատճառով, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ուզում է ավելի մեծ ինքնիշխանություն ունենալ, ավելի անկախ որոշումներ կայացնել, իհարկե այդ ամեն ինչը սկսում է ավելի ճնշվել, որովհետև շատ երկրներ չեն ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան, ուզում են լինի այլ փոխհարաբերությունների հարթակում։ Նայեք տնտեսական կապվածությունը, եթե դուք ուզում եք, եթե շատ եք ուզում, ես կարող եմ ձեզ տվյալ տալ հիմա, որը հնարավոր է ձեզ զարմանք առաջացնի։ Եթե ուզում եք, ես հանեմ եվրոպական վերջի 20 տարում գազի գնման գները, ուզում եք ցույց տամ։ Տեղյակ եք, չէ, իհարկե։ Գնացեք հանեք, որը որ եվրոէներգետիկ ստատիստիկ միավորումն է տալիս, որտեղ հստակ կա։ Գերմանիայի դաշտությունը, որը որ ավելի երկար պայմանագրեր է կնքում, նրա գինը 100-ից 220։ Եղել են վերջի տարիներին 21-22 մինչև $300 կամ եվրո։ Հիմա ներողություն։ Իտալիան մի քիչ ավելի կարող է 20 կամ 30 ավել է ձեռք բերել։ Գները դրանք են։ Իհարկե սրված պահերին բարձրանում է, բայց միջինացված գին գոյություն ունի տարվա կամ 10 տարվա կտրվածքով։ Իհարկե աշխարհում գործում է նման կարգ կա, երբ որ դու ավելի երկար պայմանագրեր ես կնքում, ավելի ցածր գնով եմ ձեզ տրամադրում։ Սա է։ Բայց ԵՄ այս երկընտրանքի հետ կապված ձեր տեսլականը ո՞րն է։ Նայեք, դուք մի բան կա չեք ուշադիր չեք եղել, Ռուսաստանի Դաշնության նախագահն ասեց մենք շատ երկար ժամանակ եվրոպական կառույցների հետ բանակցում էինք եւ նրանք այդպես մնացին իրենց դիրքերում չստացվեց։ Այդ նշանակում է, որ այդ փորձը հնարավոր է կանոնակարգվելուց հետո համաշխարհային հարթակներում, որը ես կերազեմ դա լինի, դրանից հետո հնարավոր է, որ այդ նույն գործընթացը սկսվի, որովհետև դա ինչ-որ մի ժամանակ սկսվել է, ինչ-որ մի ժամանակ, երբ որ սրացել է ներողություն, սրացել է, դադարել է։ Հիմա Ռուսաստանի Դաշնության նախագահան շատ ճիշտ ասեց, որ երկար ժամանակ ամեն ինչ արել են, որպեսզի այդ ստացվի այդ միավորումը կամ այդ մերձեցումը, չի ստացվել։ Բայց ես կարծում եմ հիմա այսպես ասած եւ էներգետիկ ճգնաժամի արդյունքում լավ գիտեք, եւ այլ եւ ՆԱՏՕ-ում եղած մտքերի եւ ՆԱՏՕ-ում եղած փոխհարաբերությունների արդյունքում ես կարծում եմ հնարավոր է, որ Ռուսաստանը մի այլ կարգի հնարավորություններ ստեղծի իր համար որոշակի ավելի նոր հարաբերություններ ստեղծի։ Նայեք, չէ, երկընտրանք գոյություն չունի, խնդրում եմ, դրանք սաղ գործիքներ են, լավ գիտեք դուք ինքներդ, եթե ուզում եք իմանալ, ես ձեզ ասեցի գազի մասով, որ Հայաստանի Հանրապետություն հասնում է, ներողություն եմ խնդրում, կարող է մի $20-30 ես սխալվեմ, բայց Հայաստանի Հանրապետություն հասնում է ամբողջ Գազպրոմը եւ Հայաստանի Հանրապետության Գազպրոմը լավ գիտեք ինչ-ինչ պատճառներով դարձել է Ռուսաստանի Դաշնության սեփականությունը, մոտավորապես մինչև $400 համարժեք դրամ է հասնում կամ 370-380։
դա նշանակում է, որ մենք նույնպես գործիք ենք, որով որ այդ գազը անխափան տասնյակ տարիներ օգտագործում ենք եւ այլընտրանքի մասին չենք մտածում, որովհետեւ ԵԱՏՄ-ի անդամ ենք։ Հիմա ԵԱՏՄ-ն ինքը շատ լավ հարթակ է, բայց իհարկե հիմա Հայաստանի Հանրապետության տնտեսության ամբողջ մոդեռնիզացիայի ժամանակակից տեխնոլոգիաների ներկրման արդյունքում հնարավոր է Հայաստանի Հանրապետության ապրանքատեսակների մեծ մասը եւ Եվրոպայի տարբեր հարթակներում նույնպես իրացվի։ Նայեք, ես ձեզ մի բան էլ ասեմ, վերջին հաշվով ԵԱՏՄ-ն ունի կանոնակարգ, այդ կանոնակարգը ոչ մեկ չի խախտել։ Ես կարող եմ ձեզ մի բան ասել, ես շատ լավ թեմա եք առաջ քաշում, ինչ որ խնդիրներ լինում են, դա չի լինում։ Ինչ ենք մենք ասում, որ իրավական գործընթացները պետք է հենց կրեն իրավական գործիքների արդյունք։ Ինչի, որովհետև եթե ինչ-որ մի գործարար Հայաստանի Հանրապետությունից չհամապատասխանող ապրանքներ է արտահանել, դա շատ մեծ վնաս է եւ երկրի իմիջի համար, եւ տվյալ կազմակերպության համար, բայց ես չգիտեմ, տեխնոլոգիայի բացակայության արդյունքում է եղել, թե անփույթություն է եղել, թե ուղղակի այդ կարգի, չէ, այդ որոշումը քաղաքական իհարկե Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական է, բայց վերջին հաշվով մենք էլ պետքա, չէ, մի օրինակ վերցնենք, մերոնք էլ տանեն լաբորատորիա։ Նկատում դուք կարող եք ուղղել այդ հարցը, հասկանալ այդ լաբորատորիայի արդյունքը չի կարա այլ լինի, նույն սարքավորումն է, այդ սարքավորման արդյունքում ասում է այս կամ այն նյութը համապատասխանում է, թե ոչ։ Մի հարց էլ էլի, օրինակ փորձագետներ, շատ տնտեսագետներ ասում են ԵՄ շուկան հայկական արտադրանքի, այսպես ասած, պահանջարկ կարիքը չունի, ու մինչ այս այլընտրանք, այսքան փոփոխություն, նախ շատ ջանք է պահանջելու, երկրորդն անգամ չգիտենք էլ կստացվի, թե չէ։ Նախ առաջինը դուք տեղյակ չեք, որ մինչև անգամ վարդերը Նյու Յորք են գնում։ Հայաստանի վարդերը Նյու Յորքում են վաճառվում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվում են։ Նայեք, այն գործընթացը, որը որ պետք է սկսվի եւ այլ շուկաներում, որտեղ որ առավել խիստ պահանջներ կան եւ որտեղ որ այտենց ախպերական պայմանավորություններ չի ձեռք բերվում, այլ միայն ինստիտուցիոնալ որակի եւ մնացած ինստիտուտների համապատասխան արտոնագրերի, լիցենզիաների արդյունքում է կատարվում, մենք պետք է անպայման մտնենք այդ դաշտ։ Որպես պետություն, որպես պետական, որպես տնտեսություն պարտավոր ենք մենք ամեն ինչ անել, թեկուզ կորուստներով, թեկուզ եկամուտները մի քիչ լինի, բայց մենք կարողանանք մեր շատ տնտեսություն կառուցենք այն որակների, այն չափորոշիչներին, այն չափանիշներին, որոնք որ պահանջում են նման։ Իհարկե ժամանակ եւ արագություն էլ կարող ես եւ արագ անել, կարող ես եւ դանդաղ անել, դրա համար ինչքան շուտ այդ խնդիրը առաջանա, այնքան ավելի շուտ մենք այդ ամեն ինչը կունենանք։